Պարոն Շահրամանյան, Փաշինյանը նախորդ կառավարության նիստին ասում էր, որ Ղարաբաղի հետ կապված ցանկացած որոշում կայացնելիս ես խորհրդակցել եմ իշխանությունների հետ, բացառությամբ այս վերջին որոշման, որովհետև ներկա այդ ժամանակ գործող իշխանությունները ասել են ինքնուրույն են որոշել այդ որոշումը կայացնել։ Դուք կհիշեք այդ ընթացքում Փաշինյանի հետ ինչ խոսակցություն եք ունեցել եք, թե չեք ունեցել, եւ ասել եք, որ Հայաստանը դրա հետ կապ ունի, թե չունի, որովհետև նա այդպես էր ասում։ Ուրեմն թե Արցախի հանրապետության իշխանությունները, թե Հայաստանի հանրապետության իշխանությունները իրար հետ համագործակցել են ցանկացած պարագայում, ցանկացած ժամանակահատվածում, դա կլինի խաղաղ պայմաններում, թե ռազմական գործողությունների պայմաններում։ Հայաստանի հանրապետությունը Արցախի երաշխավորն է, այդ թվում անվտանգության երաշխավորն է առաջին հերթին, եւ բոլոր հարցերը քննարկում եւ համաձայնեցնում են Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ թվում 2023 թվականին։ Ես ասացի բոլոր։ Դուք իր հետ խոսել եք անձամբ։ Այո, մենք խոսել ենք քննարկել։ Վերջնական հանձնումը պայմանավորում են ձեր ստորագրությամբ, ասում են իշխանափոխություն եղավ, այստեղ որոշ ուժեր տոնում էին տեղի ունեցած իշխանափոխությունը եւ ասում են, որ դուք եք ստորագրել եւ Արցախը հանձնել եք։ Շնորհակալ եմ հարցի համար, առիթ է անդրադառնալ, երևի ճիշտ չենք արել, որ մինչև հիմա չենք անդրադարձել, ինչ վերաբերում է իշխանազավթմանը, իշխանափոխությանը Արցախի հանրապետությունում։ Դուք տեղյակ եք, որ մինչև բռնի տեղահանումը վերջի մոտ 9-10 ամիսների Արցախի հանրապետության ժողովուրդը գտնվում էր բլոկադայի մեջ եւ արդեն հունիսի 15-ից հայտնի դրոշի հետ կապված միջադեպի Հակարիի կամուրջում մենք հայտնվել ենք լիակատար շրջափակման եւ պաշարման մեջ։ Հրաժարական տալու Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը դա մի քանի անգամ նման դեպքեր տեղի ունեցել։ Նախկինում այսքան փորձ է արել։ Այո, ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է իր այդ մտադրության մասին եւ ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտում ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը երկար եւ փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Այսինքն բոլոր փորձերը բլոկադայի ժամանակ են եղել։ Այո, բոլոր փորձերը վերջի ամիսների ընթացքում են եղել։ Եվ վերջի անգամ, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ ինքը պետք է հրաժարական տա եւ հիմնավորում էր, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախը այդ իրավիճակից, որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ քաղաքական գործիչների, էքս-նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից ես չեմ տեսել եւ վերջի ամիսներին, ինչպես ես նշեցի, Արայիկ Հարությունյանը զբաղված էր նաեւ թեկնածուների որոնման հարցով։ Առնվազն 5-6 հոգու հետ ինքը քննարկել է նման հարցեր եւ քանի որ Արցախի սահմանադրության փոփոխությունից հետո պետք է ազգային ժողովը ընտրեր նախագահ, դա այդ նախագահան չէր լինի դասական նախագահ, ինքը պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահան պետք է շարունակել այն ծրագրերը, որոնք հաստատել են գործող կառավարությունը։ Այսօր Հայաստանի իշխանությունները եւ իրենց մերձավոր շրջապատը խոսում է իշխանության զավթման մասին, իշխանության, չգիտեմ, երևի նկատի ունի բռնի կամ ճնշումների տակ փոփոխության մասին, դա ընդհանրապես իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Արայիկ Հարությունյանը փորձում էր
այնպիսի տեխնացու գտնել, որը նաև ազգային ժողով կստանար բավականին քվեներ ընտրվելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր 5 քաղաքական ուժերից առնվազն 4-ի համաձայնությունը։ Դուք գիտեք, որ Արցախի ազգային ժողովում ամենամեծ քաղաքական ուժը դա Արայիկ Հարությունյանի ստեղծած Ազատ հայրենիք կուսակցությունն էր, որը միացել է, սատարել է իր որոշմանը։ Այսօր խոսում են, որ Դաշնակցությունը իշխանություն է զավթել։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Դավիթ Իշխանյանը, որպես Դաշնակցության ներկայացուցիչ, որ զբաղեցրել է եւ նշանակվել է, ընտրվել է ազգային ժողովի նախագահ, ընտրվել է անձամբ Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ եւ խնդրանքով։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե այս ընտրություններում ինքը չհաղթի, իր ղեկավարած ուժը պատերազմ կլինի եւ նաեւ ընտրություններին դուք ում եք սատարում։ Ես որևիցե դիրքորոշում չեմ ուզում հայտնեմ, այս պահի դա Հայաստանի քաղաքացիների որոշման տիրույթում է, բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում Արցախի ժողովրդի հետ կապված, Արցախի հետագա ճակատագրի հետ կապված եւ պետք է Հայաստանի քաղաքացիները ընտրեն, թե ինչ ճանապարհով են շարունակելու շարժվել եւ ըստ դրան նաեւ մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք։